Համայնական ճակատ կուսակցություն, համար 2 Վաղաշաբաթ համայնքի ավականու ընտրություններին մեկ շաբաթից քիչ է մնացել։ Տեխնացուները շարունակում են շրջել համայնքի բնակավայրերում, տեղում ծանոթանալ քաղաքացիների խնդիրներին ու իրենց ընտրական ծրագիրն առաջարկել։ Ընտրաթերթիկում երկրորդն է համահայկական ճակատ կուսակցությունը, տեխնացուն զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը։ Ասֆալտապատում, մանկապարտեզների կառուցում, գյուղական բնակավայրերի բարեկարգում ու նոր ծրագրերի գործակցում։ Սրանք են համահայկական ճակատի առաջնային անելիքները։ Իմ ընտրական ծրագիրը լինելու է նույնպես ասֆալտապատում։ Իմ ընտրական ծրագրով լինելու է այս գյուղում մանկապարտեզ, լինելու է բարեկարգ փողոցներ, ունենալու ենք ուսանողներին բոլոր համայնքի, բազմազավակ ընտանիքի անդամների, զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, սոցիալապես ծանր, շատ ծանր կացության մեջ գտնվողներին, վիրավոր զինծառայողներին անվճար երթևեկություն, բերել ենք նոր տրանսպորտային ցանց։ Ընտրական ծրագրում առաջնային տեղ է զբաղեցնում նաև արցախահայության հարցը։ Տեխնացուն թվարկում է նախատեսվող ծրագրերը։ Արցախահայության համար ունենք շատ լավ ծրագրեր։ Հողակտորներ ենք հատկացնելու, էկոտներ ենք նրանց համար կառուցելու, մինչև տեսնենք, կամ գնալու են Արցախ, կամ մնալու են այստեղ, արդեն մենք օգնելու ենք, որպեսզի նրանք ունենան իրենց տանիք ունենան, ոչ թե վարձով ապրեն եւ վարձակալը այսօր ասի ազատեք տունս ավելի թան գնով վաճառը տալիս եմ ուրիշի կամ տնից դուրս եկեք գալիս եմ մնամ։ Համայնքի գյուղերը մարդաշատ են, սակայն համահայկական ճակատն արձանագրում է։ Գյուղեր մտնելուն պես փողոցում ոչ ոք չի լինում։ Գյուղացիները վախեցած են, տներից դուրս չեն գալիս։ Տեխնացուն խնդրանք ունի բնակիչներին։ Այս գյուղը մարդաշատ է, մշտապես որ դուք այստեղով անցնեք, տեսնելու եք լիքը մարդկանց, քաղաքացիներ են մեր, բայց այս պահին բոլորը տներում են, որովհետեւ նրանց մենք արձանագրեցինք, ֆիքսեցինք, անցան մեքենաներ, հրանգավորեցին, որ տնից դուրս չգան, բայց այս գյուղը հերոսական գյուղ է եղել, մինչև իմ մտածելով այս պահը, բայց այս պահից մտածում, որ նրանք վախեցած են։ Ես խնդրում եմ բնակիչներին ցուցաբերեն քաջություն, ազնվություն, խիզախություն եւ նոյեմբերի 16-ին ներկայանան ընտրական տեղամաս եւ իրենց ձայնը տան արժանի տեխնացուին։ Երկու շաբաթ տևած ընտրական քարոզարշավի ժամանակ Արտյոմ Սիմոնյանը հասցրել է շփվել բնակիչների հետ, թվարկում է նրանց խնդիրներն ու հավաստիացնում, եթե իրեն ընտրեն, դրանց լուծումները շատ չեն ուշանա։ Բնակիչները աղբահանության խնդիրն են առաջնային բարձրացնում, բնակիչները բարձրացնում են փողոցների անբարեկարգ լինելու խնդիրը։ Արշալույս գյուղում 30 տարիներ խմելու ջուր չունեն նրանք։ Այս գյուղում 30 տարի գազաֆիկացում չի եղել։ Վաղաշաբաթում քարոզարշավը մի քանի օր եւս կշարունակվի։ Քաղաքացիները հնարավորություն կունենան լսել բոլոր տեխնացուներին, հետո կատարել ընտրություն։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։